Ողջույն Armlife լրատվական կայքի հարգելի հետևորդներ, իմ զրուցակիցը գեներալ Արշակ Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Պարոն Կարապետյան, օրեր առաջ էր, որ Նիկոլ Փաշինյանը մեր հանրության գլխին կարծես նորից սառը ջուր լցրեց, ասելով, որ Քյարքին, Բաղանի Սայրումը, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածքներ չեն։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ այդ տարածքները հանձնվելու են Իլհամ Ալիևին։ Ես ձեզ հարց եմ ուզում ուղղել որպես գեներալի, որպես զինվորականի, զինված ուժերում ծառայած մարդու։ Տիգրան հանձնումը ինչ վտանգներ եւ ինչ ռազմավարական խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար, արդյոք հնարավոր է նաեւ այդ ճանապարհով Սյունիքը կտրել Հայաստանից եւ Տավուշի մարզի այդ գյուղերի հանձնումը ինչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել Հայաստանին, քանի որ երբ որ ասում ենք Տիգրանաշեն, դա հասկանում ենք, որ դա միայն Տիգրանաշենը չէ, այլ բարձրադիր բլուրները, բարձրադիր լեռները, անտառները, հարակից այդ ամբողջ տարածքն է։ Ես ուզում եմ ձեզանից լսել պատասխան դրանք անվտանգային եւ ռազմավարական ինչ խնդիրներ կարող են ներկայացնել Հայաստանի համար։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Ռուզաննա, ձեր հարցին պատասխանեմ հետևյալ ձև։ Դա ունի քաղաքական պատրվակ եւ ունի ռազմական պատրվակ։ Փաստացի ռազմաքաղաքական նշանակության տարածքներ են մեր համար։ Ինչ եմ այդպես ասում։ Ցանկացած երկիր, որ ուզում է ունենա ազդեցություն մյուս երկրի վրա, պետք է վերահսկի իր լոգիստիկ ճանապարհները։ Հիշենք մեր այս վերջի մի քանի տարվա պատմությունները։ Ոնց մենք կորցրինք Ղարաբաղը, երբ որ ադրբեջանցիները եկան Լաչինի ճանապարհի վրա, Գորիս-Արցախ ճանապարհի վրա, եւ ընդամենը մի քանի ամիս այդ ճանապարհները փակելով բերին նրան, որ մեր դավաճանները հանձնեցին Արցախ։ Ինչ եղավ, երբ որ ադրբեջանցիները եկան նստեցին Գորիս-Ղափան ճանապարհի վրա։ Մենք միլիոններ սկսենք ծախսել, որ այդ ճանապարհը շրջանցենք։ Դրանից հետո մեր երկրի ղեկավարը սկսում է հանձնել նոյեմբերյանի ուղղությամբ բոլոր մեր գյուղերը եւ հողերը, որ Ադրբեջանը ասում է իմն է։ Այո, Գորիս-Ղափան ճանապարհին նստելուց հետո։ Ինչ կարա լինի, եթե նրանք կան նստեն Երևան-Գորիս ճանապարհի վրա։ Կարծում եմ, որ ապագայում մենք կորցնելու ենք Սյունիք։ Մեր դավաճան երկրի ղեկավարությունը տանում է դրան։ Ով է խանգարելու Ադրբեջանին իր տարածքն է դառնում։ Բերել հրետանի, բերել, չգիտեմ, այնտեղ զորք ու բերելու է։ Ով է խանգարելու Ադրբեջանին այնտեղ բերել, դնել ինչ ուզի։ Մենք զրկվում ենք այդ ճանապարհից լիովին։ Իրենք, որ եկան նստեցին, սկսելու են պարբերաբար գնալ առաջ, քանի որ մեր զորքը չի կրակում, որտեղ մեր երկրի դավաճանները այդպիսի հրաման են տվել։ Ուրեմն իրանց ոչ մի բան չի խանգարում, լայնացնել։ Հետո մի բան էլ ասեմ։ Իսկ այդ սահմանները անկլավների, այսպես կոչված, որ քարտեզի վրա է հստակ։ Եվ նույն հաջողությամբ, ոնց էր անում Գեղարքունիք եւ Սևլիչում, Ադրբեջանի ղեկավարն ասելու է, միջև դելիմիտացիա չանենք, այդվում է տեղ։ Մենք չենք ճանաչելու սահմանները։ Ոնց է ձեր համար։ Իսկ որ դելիմիտացիա կոչեցյալը մեր օգտին չի եւ դա ընդհանրապես քողարկում է հողերը հանձնելու համար, ես ձեզ վստահեցնում եմ, ոչ մի միլիմետր հող Ադրբեջանը Հայաստանին չի տալու։ Ու միջև այսօր մենք խոսում ենք ինչ տանք Ադրբեջանին, բայց Ադրբեջանի երկրի ղեկավարից կամ իր ենթականերից որևէ մեկը չի լսել, որ իրենք պատրաստ են մեզ զիջել ինչ որ հողեր, որը որ ոնց ասում են Ալմատայի թուղթը որ ստորագրել են, թուղթ։ Իրականում դա թուղթ է, դա հռչակագիր է, դա ոչինչ է։ Այդ Ալմատայի թուղթը որ ստորագրել են, հա, որով դա Ադրբեջանի տարածք է։ Ես ուզում եմ հստակ հասկանաք։
չի կարելի միջազգային հարաբերություններում ինչ որ բան տալ եւ չվերցնել։ Ի դիմաց դրա ինչ որ բան։ Հակառակ դեպքում դա պարտությունա դիտարկվում։ Ռազմավարական տեսակետից մենք ուղղակի օրենք կորցնում ենք Սյունիքը։ Մնացած են, պատկերացրեք գալիս է մեջտեղը նստի։ Նա մնում է մի քանի կիլոմետր։ Եթե չեմ սխալվում, մի 5 կիլոմետր աճ, մի 5 կիլոմետր դա։ Ինչ եք կարծում, ինչով է բրծնելու դա։ Այսօր չէ, վաղը չէ, մյուս օրը չէ, 3 օր հետո չէ, մի տարի հետո, 2 տարի հետո, 5 տարի հետո, բայց չէ որ մենք այնպես պետք է անենք, որ մեր թորները չգան մեր սխալները ուղղեն, որ մեր ծորները չթքեն մեր վրա։ Դրա համար չի կարելի դա անել։ Եվ կատեգորիկ դա դավաճանություն է։ Նորմալ երկրում շուտվանից նույնիսկ այդ նախադասության համար քրեական գործ կառուցվեր։ Նայեք Կուրիլյան կղզիների պատմությունը։ Նայեք եւ հասկացեք, որ դա տասնյակ տարիներով շարունակվելու է։ Չնայած նրան, որ ճանաչել են այդ տարածքները սովետական միության տարածք, հետո ճանաչում են բոլորը, որ դա Ռուսաստանի տարածք է։ Բայց միևնույն է, հարցը կա։ Նույնը մեր մոտ է լինելու, չի լինելու խաղաղություն։ Ոչ մեկ չի մոռանալու, որ Արցախը հայկական հող է։ Ոչ մեկ չի մոռանալու, որ այդ Սյունիքը, նոյեմբերյանի այդ հողերը, դուրս չի գալի, կոչվելու են, ամեն ինչ իր անուն ունի, հայկական։ Ուրեմն է դրանք, որ մենք կայինք։ Մենք հերթական անգամ սպիտակ դրոշ ենք բարձրացնում, մենք չէ, դավաճանները իրանց աթոռը պայելու համար։ Շնորհակալություն։